Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Եղիր համարձակ քո կյանքում ներդրում ունենալու հարցում։ Այսօր ուզում եմ քեզ քաջալերել, որպեսզի ներդրում ունենաս քո սեփական կյանքում։ Ինչու է սա կարևոր։ Արդյոք սա մեզ չի տանի դեպի եսակենտրոնություն և ինքնասիրահարվածություն։ Ինչպե՞ս կարող ենք ստուգել ու քննել մեր կյանքում աճի և հաջողության հասնելու մեր շարժառիթների ճիշտ կամ սխալ լինելը։ Սրանք կարևոր հարցեր են, որոնց կփորձեմ պատասխանել այս ուղերձի շրջանակներում։ Սիրելի՛ բարեկամ, ինչու է կարևոր, որ առաջին հերթին ներդրվես քո սեփական աճի ու կայացման հարցում։ Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին, ապա պետք է նաև հավատաս մեր Տիրոջ հետևյալ խոսքերին, որ Նա ասաց Ղուկասի ավետարան 19:10 խոսքում. «Որովհետև մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու»։ Եվ եթե Տեր Հիսուսի առաքելությունը կորսվածների որոնելն է և նրանց փրկելը, ապա Նրա աշակերտների առաքելությունը, իմ և քո նպատակը պետք է լինի նույնը։ Տեր Հիսուսը Իր յուրաքանչյուր աշակերտի հանձնարարություն է տվել և խոստացել է ամեն օր մեզ հետ լինել, եթե մենք հավատանք Նրա խոսքերին և ընդունենք Նրա հանձնարարությունը։ «Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28:18-20): Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսպիսով, եթե ես և դու Քրիստոսի Մարմնի՝ Նրա տիեզերական եկեղեցու մաս ենք կազմում, ապա պետք է այս երկրի վրա շարունակենք այն գործը, որը Նա անում էր երկրի վրա մարմնով եղած ժամանակ։ Եթե ես և դու մեր կյանքը նվիրել ենք հանուն Քրիստոսի և Նրա Արքայության գործի ապրելուն, ապա պետք է աճենք, կրթվենք և ճիշտ ու աստվածահաճո կյանքի օրինակ դառնանք մեր շրջապատի մարդկանց համար։ Եվ ասվածը միայն հոգևոր կյանքին չի վերաբերում։ Ցավոք, մեր շրջապատում այնքան շատ են օրինակները, երբ մարդը կարծես ամեն ինչում հոգևոր ճիշտ ընթացքի մեջ է, սակայն ընտանիքում կամ աշխատանքի մեջ, ֆինանսների հանդեպ իր վերաբերմունքի մեջ կամ մեկ այլ ոլորտում ձախողվում է և իր սխալ վերաբերմունքով գայթակղություն դառնում շրջապատի մարդկանց համար։ Աստված Իր զավակներին պարգևներ ու տաղանդներ է շնորհել։ Եվ մեզ՝ որպես Աստծու զավակների, տրված բոլոր պարգևները պատկանում են Տիրոջը։ Դրանք մյուսներին ծառայելու համար են և հիմնականում դրսևորվում են եկեղեցու պատերից դուրս։ Երբ աշխատավայրում պետք է կարգապահության և նվիրվածության օրինակ լինենք մյուսների համար, երբ գործարար աշխարհում պետք է հնազանդվենք երկրի օրենքներին և Աստվածաշնչի պահանջներին համահունչ վճարենք բոլոր հարկերն ու տուրքերը՝ դրանով ի ցույց դնելով մեր արծաթասիրությունից ազատ վարքագիծը։ Երբ ընտանիքում պետք է լինենք մեզ Աստծուց տրված իշխանության ու պատասխանատվության ճիշտ դիրքում՝ չչարաշահելով այն և բոլորի հետ վարվելով սիրով ու գթասրտությամբ, ինչպես մեր երկնային Հայրը կվարվեր։ Եվ երբ մենք այս և նմանատիպ այլ քիչ բաների մեջ կայանում ենք ու դառնում հավատարիմ, քանի որ ներդրում ենք անում մեր կյանքի մեջ և ժամանակ ու միջոցներ տրամադրում որպես անհատներ ու մասնագետներ մեր աճի ու կայացման համար, ապա Աստված էլ սկսում է մեզ նոր ու ավելի զորավոր պարգևներ վստահել։ Նա Իրեն ծառայելու ավելի լայն հնարավորություններ է բացում մեր առջև և զորացնում մեզ մարդկանց կյանքերի վրա ավելի մեծ ազդեցություն թողնելու համար։ Դու պետք ես Աստծուն։ Նա սիրում է քեզ անկախ քո կարգավիճակից ու հոգեվիճակից, սակայն Նրա Արքայության համար դու շատ ավելի օգտակար կլինես, եթե հասարակության մեջ դառնաս կայացած մարդ։ Կայացած ոչ թե այս աշխարհի, այլ Աստծու Խոսքի սկզբունքներից բխող չափանիշներով։ Քո կյանքի մեջ ներդրում արա՝ հանուն ավելի արդյունավետ մշակ դառնալու։ Հանուն նրա, որ մարդկանց համար Քրիստոսի իրական աշակերտի օրինակ դառնաս քո ընտանիքում, քո աշխատավայրում, քո շրջապատում, քո եկեղեցում և ամենուր։ Եվ երբե՛ք չհանձնվես։ Երբե՛ք չվախենաս սխալվելուց։ Աստված չի բարկանում մեր սխալների վրա։ Աստված բարկանում է Իր Խոսքին հակառակվելու և գիտակցաբար չհնազանդվելու պարագայում։ Աստված գիտի, որ սովորելու ու կայանալու ընթացքը միշտ սխալներով ու ձախողումներով է անցնում։
Նա քո կողքին է։ Նա քեզ համար մեծ տեսիլք ու երազանք ունի։ Աղոթի՛ր ու խնդրի՛ր, որ Աստված Իր կամքը հայտնի քեզ, և երբե՛ք չվախենաս քո կյանքի մեջ ներդրում ունենալուց։ Եղի՛ր համարձակ, մնա խոնարհ, ունեցի՛ր աճի ճիշտ շարժառիթներ և առաջ ընթացի՛ր։ Սեփական կյանքի ու հոգևոր կայացման գործում ներդրվող մարդը շատ ավելի արդյունավետ կերպով է հետագայում ներդրվում մյուսների կյանքը փոխակերպելու և նրանց կյանքում բարիք ու օրհնություն լինելու առաքելության մեջ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։